15 թվին Լևոնը միտինգ անում ու ձեռը առնում Նիկոլին, Արամին ու մնացածին ու Էդմոնին եւ այլնին ինչի իրավիճակը նկարագրեմ ու հետո ասածը կարդա որտեղ հիմա մարդիկ այդ բերում են իրավիճակից կտրած ու այդ կոնտեքստից կտրած ասածները միշտ սխալ ալնում էլի Լևոնը ունի բավականին հետաքրքիր բնավորություն առաջին նախնկա ունի բավականին հետաքրքիր բնավորություն ինքը ահավոր ձեռառնող է ու բավականին պերճախոս է այդ պերճախոսությամբ կարողանում է նաեւ բան անել էլի գեղեցկացնել այդ ձեռառնելը ու ես միշտ իր այդ բանը միշտ կա այդ միշտ սիրել եմ այդ իր ոճը ու 15 թվին երբ որ Նիկոլենք դուրս են գալիս Արմեն ջան նայ էսի իրավիճակի մեջ դնեմ որ պատկերացնես էլի այլ ասում որ վերջտանկով է բերել Նիկոլին թեզը այդ դրանով վերջ չի տրվելու բայց այնուամենայնիվ էսի ասեմ էլի որ Լևոնը կապ չունի դրա հետ Տեր-Պետրոսյանի թիմից դուրս են գալիս Նիկոլը դուրս է գալիս սկսում է քանդել Հակը քանդելու այդ գործընթաց դա արխիվում 2 տարի հետո ընտրություններ են Տեր-Պետրոսյանն բուրժուա դեմոկրատական հեղափոխություն են անում հենց այդ բառով Բարգավաճ Հայաստանի եւ հայ հեղափոխական դաշնակցության հետ միասին ու Նիկոլը քննադատում է այդ process-ը Տեր-Պետրոսյանն էլ իր բնավորության համաձայն ձեռը առնում Նիկոլին հիմա ես բացում եմ այս կոդը հա ինչ է ասում Դավալուն Արամես գյուղն է Արարատը որը Դավալու են ասում դեպ Էդգարին Ղազարյանն ասում դա Ցախավել է նստած ինչի ցախավել է նստած որտեվ Արամենք 2007-2006 թվին Ալիքի հետ Արզումանյան, Նիկոլի հետ Փաշինյան անում էին ցախավելների հեղափոխություն։ Լուրջ։ Այո։ Այդ ինչ էր իրենց նկատի։ Ապա Եվրոպի ցախավելով ավլում ենք, տանում ենք ռոբասերժական ավազակապետությունը եւ այլն եւ այլն։ Ավլում էին, բայց չոտքի։ Ապա դա ցախավելների հեղափոխություն էր, այդ ժամանակ շատ Ասեմ ինչ որ արտահայտում Չէ, փողոցներ չեն ավլել։ Այք։ Բայց բռնել են ցախավելները։ Ու Տեր-Պետրոսյանը ձեռը առնում Դավալուն Արամին նկատի ունի, որտեվ գիտեին որ Արամն էլ Նիկոլի հետ Արամն էլ քննադատել իրանց Ցախավելները նստած այդ process-ն է ձեռառնում, որը տապալված էր, հեգնում է այդ process-ը։ Մեկ գումարած մեկը շուրթերին, մեկ գումարած մեկը Նիկոլի կարգախոսներ միջև մարտի մեկը գալիս են հրապարակ ու կնքում քաղաքացիական պայմանագիր։ Այս էր ցավը տանեմ։ Ախր սա ոնց ասեմ, ես միշտ պրագմատիզմի ու բանականության կողմնակից եմ քաղաքական ու բաների մեջ էր ես չեմ ուզում որևէ մեկին եղացնեմ բայց սա շատ կոնկրետ ժամանակահատվածի համար ասված քաղաքական մարտավարական կտորապուճուր նախադասությամբ Տեր-Պետրոսյանական ոճի մեջ բոլորին միատեղելով տարբեր ակնարկներով Դավալուն Արամնա Ցախավել է նստած Ալիկ Արզումանյանն ու բաներն են որտեվ Քոքոբելյանն են ցետել են քննարկում ազատ դեմոկրատներ ինչ որ միացում իրանք էլ են քննադատե 1+1-ն է Նիկոլն սա է ասել Տեր-Պետրոսյանը ընդամենը իր ոճի մեջ Քան բան ա եղել։ Ես քիչ եմ լսել որ տենց։ Չէ, ես անգիր եմ հիշում այդ ժամանակահատվածը դրա համար եմ։ Պարզ